Անցած անգամ էլ էր նկարը շրջած։ Ուղղեցի։ Հիմա նորից շրջած է։ Չէի նկատել։ Բայց ով պետք է անի։ Կարող է Էլիզնա։ Իմաստ է։ Կամ ինչի պետք է այդպես բան անի։ Ով է դրած նկարը շրջում։ Ինչ իմանամ։ Ես այդ աղջկա տարօրինակությունների վրա էլ չեմ զարմանում։ Կարող է հիմա էլ մահացած մարդու նկարը տեսելա նեղվելա։ Ինքը դրա հետ ընդհանրապես կապ չունի։ Բա ինչ իր հետ կապ ունի Արշակ։ Արևին մեր դեմ տրամադրելը, որ մեր տուն մարդ ա գալիս իր մասին կարծիք ասելը։ Դու ես իրան թևեր տալիս Արշակ։ Լավ, Մագդա, վերջացրը։ Մնում է հիմա էլ չհավատաս, որ Էլիզն այդ նկարը շրջել։ Դե չէ։ Բայց բաց իրանից մեր տուն ուրիշ մարդ չի գնում գալիս։ Մնում է պատճառը հասկանանք։ Ես հույս ունեմ, որ դու մի օր կհասկանաս, որ Էլիզը էլ էս տուն պիտի չմտնի։ Ինչի եք տենց դեմքով նայում։ Ախպերես, ես ու Հասմիկը վաղուց միասին չենք, բաժանվել ենք։ Չէ, դե լավ, կատակ ես անում։ Նոր, բայց 1000 անգամ զանգել եմ, չես ասել։ Ավելի լավ է փակենք այս թեման։ Կարող ուզում եք երկու գլխի սարքեք, ես ձեզ գիտեմ, ես ձեզ հիմա չեմ հավատում։ Ես հո տեսել եմ ձեր ռոմանտիկ սերը։ Երանի չէր։ Այդ կատակ չեմ անում։ Ասում եմ մենք վաղուց բաժանվել ենք։ Բայց Հասմիկը ճիշտ է ասում։ Արի չխորանանք։ Ինչ եղել է անցել է։ Նորո դուք հիմա լուրջ եք։ Հա։ Էդո ջան, ասեցինք հա էլի։ Էլ մի շարունակի, տեսնում ես տհաճ թեմայի է։ Նորմալ է։ Բնական է Էդոյի զարմանքը։ Բա որ պատճառն իմանա ինչքան կզարմանա։ Չէ, ոնց որ դու ես ուզում խորանանք։ Եթե լուրջ ուզում ես, կարանք պատճառների մեջ խորանանք։ Նորո։ Այդ հետո քեզ ամեն ինչ կասեմ։ Փակենք թեման։ Հա, կասես հետո անպայման։ Ես գնամ արդեն։ Մյուս անգամ ավելի երկար կմնամ։ Հաց, բայց նոր ենք իրար տեսել։ Էդ ես շատ ուրախ եմ, որ դու եկար։ Ու որ ստեղ չէիր, քո տեղը զգացվում էր, բայց ես պետքա գնամ։ Երևի նեղվեց։ Ես էլ գնամ իր հետ ավելի լավ է։ Անպայման կհանդիպենք։ Կհանդիպենք դեռ։ Հա, Էլիս։ Կհանդիպենք անպայման։ Էդո, այսօր չէ, հետո ամեն ինչ կասեմ, լավ։ Չէ, նորո այսօր։ Նայում եմ արևին ու հավատս չի գալի, որ այսքան մեծացա։ Դպրոցի հարցերը լուծել եմ։ Մյուս շաբաթվանից արդեն դպրոց կգնա, բայց հələ դեռ չեմ ասել։ Ուզում եմ անակնկալ լինի։ Ուրախանա, չէ՞։ Ագդա քո հետ եմ չես լսում։ Կներես ուշադիր չի։ Ոնց հասկանում եմ, մտքերդ խառն են։ Հիմա չգիտեմ, ես ուրախանա, որ սիրահարվել ես, թե սկսեմ անհանգստանալ։
սպասի։ Ինչ Էլիս, ինչ ես ուզում։ Ուզում եմ հանգստանաս, Հաս։ Շատ բարդ բան ես ուզում, գիտես։ Դու երբեք չես հասկացել ինձ, ու հիմա էլ չես հասկանում։ Դու ինձ հասկանալու փոխարեն մենակ վիճակս ավելի ես բարդացրել, Էլիս։ Նորից նույն մեղադրանքները։ Հա, նորից նույն մեղադրանքները։ Որովհետև ինչ։ Հաս, ես մեղավոր չեմ։ Ես մեղավոր չեմ, որ դուք բաժանվել եք։ Դու եկել ես իմ հետ։ Ես քեզ չեմ ստիպել։ Ու այն, որ նորոյի մոտ ես ամեն ինչ իմ վրա վերցրեցի, այդ ոչ մի բան չի նշանակում։ Հաս, ես խոսացել եմ իր հետ։ Ես փորձել եմ քեզ արդարացնեմ, համոզեմ, չի լսում, ինչ անեմ, Հաս։ Հիմա էլ արածդ լավությունն ես, հա, երեսով տալիս։ Դու այդ մենակ քո համար ես արել։ Դու այդ քեզ ապահովագրելու համար ես արել, Էլիս, որ քո էս մի սուտն էլ չբացահայտվի։ Ինչ։ Հաս, դու լուրջ այդ կարծիքին ես իմ մասին։ Դու մտածում ես, ես քեզ իմ շահի համար եմ օգտագործում։ Իմ շահի համար եմ, հա, օգնում։ Նոր, բայց վստահ ես, որ անհնար է ներելու միանալ։ Ախր լուրջ թեմա չի էլի։ Այդ ջան, իմ համար խաբելը շատ լուրջ թեմա է։ Վերջ։ Մենք 2 տարի իրար չենք տեսել, հիմա պետք է նստենք էս քննարկենք։ Բա ձեր սերը նոր։ Այդ ոչ մի բան չի փոխում։ Կարող է ինչ-որ մի բան կիսատ ես ասում։ Ինչ-որ բան կա նորը։ Չէ, ոչ մի բաներ չկա։ Լավ, ասենք մարդը խաբել է, դրան էլ լուծում կա նորը։ Իրար հասկանալ կա, եթե սիրում ես։ Դե երևի չեմ սիրում, որ չեմ կարում ներեմ։ Ճիշտ ես ասում։ Եթե սիրեի, հաստատ կներեի։ Հավատս չի գալիս նորը։ 2 տարի առաջ, որ այսքանը ինձ ասեիր, հաստատ չէի հավատա։ Այդ ջան, կլինի թեման փակենք։ Հա, կլինի։ Ոնց կուզես։ Ապրես։ Նոր, բայց քեզ մի բան էլ պիտի ասեմ։ Էլիզի հետ կապված։ Հա, լավ էլ հասկացար։ Էլիզի հետ կապված։ Եթե չես նեղվի, պարզ ասեմ այն ինչ կա։ Մագդա, դու ուզում ես ինչ-որ տղայի հետ ինձ ծանոթացնես։ Բայց ոնց տեսնում եմ, մտքերը թխարն ես։ Չէ, նորմալ է ամեն ինչ։ Նայ, ես քեզ բան չեմ հարցրել, բայց դու արդեն ասում ես, որ նորմալ է։ Այդ նշանակում է, որ նորմալ չի։ Չգիտեմ, ուղղակի չեմ հասկանում ինչա կատարվի։ Դե բնական է։ Նոր անոր բան է, բայց այդ ուրիշ է, իսկ քո տխուր լինելը լրիվ ուրիշ։ Չէ, ինձ թվում է, որ դուք ծանոթանաք, ես ավելի հանգիստ կլինեմ։ Փաստորեն իմ կարծիքից ես վախենում։ Չէ, չեմ վախենում։ Դու լավ գիտես քո կարծիքը իմ համար ինչքան կարևոր է։ Բայց դե համել Այ հենց այդ բայցից հետոն եմ ուզում իմանալ։ դե ինքը կոնկրետ ոչ մի բան չի ասում։ Չգիտեմ, կամ էլ ոնց որ դու ես ասում, ամեն ինչ նոր է ու այս ամեն ինչը նորմալ է։ Նայ, երբ որ դու ուրախ ես, ուրեմն ամեն ինչ նորմալ է ու բնական հունով գնում է։ Բայց եթե դու ինչ-որ բանից անհանգստանում ես, ուրեմն նորմալ չի դա։ Չէ, Արշակ, ամեն ինչ նորմալ է։ Հաստատ ամեն ինչ նորմալ է։ Ապրես։ Նոր, դու շատ լավ գիտես, որ ես Էլիզին սիրում եմ։ Այն ժամանակ էլ գիտեիր։ Ու ասեմ իմանաս, որ այդ ընթացքում ոչ մի բան չի փոխվել։ Ես այս 2 տարվա ընթացքում մի քանի անգամ զանգել եմ, հեռախոսով խոսացել ենք մի քանի բառ։ Բայց դե հեռախոսով ինչ ասեի նորը։
Ընդհանրապես ոչ մի բան չի կարող ասել, այդ հեռավորության վրա ինչ անեմ։ Բայց հիմա արդեն ստեղ եմ ու հիմա ուզում եմ քայլեր անեմ։ Այդ չգիտեմ ինչ ասեմ։ Ուղղակի ուզում եմ, որ ինձ վստահես։ Ուզում եմ իմանաս ու տեղյակ լինես։ Էդ ջան, ես լավ հիշում եմ, որ դու Էլիզի հանդեպ էլի քայլես արել։ Բայց եթե հիշողությունս չի դավաճանում, Էլիզը դեմ էր։ Հա, դեմ էր։ Բայց հիմա կարա չէ ինչ որ մի բան փոխված լինի։ Եթե իմ թույլտվությունն ես հարցնում, միանշանակ կողմ եմ։ Ու միշտ էլ կողմ եմ եղել։ Ես իմ քրոջ կողքը խելքի գլխի մարդ եմ պատկերացնում ու դու այդ մարդն ես։ Բայց ես Էլիզի կողմից ոչ մի բան չեմ զգում քո հանդեպ։ Ամեն դեպքում փորձել կարելի է։ Լավա չասացիր փորձը փորձանք չի։ Դե տերելի ասածս։ Այ Էլիզի հետ կապված ես այդքան համոզված չէի լինի։ Այսօր քեզ համբերություն ախպերես։ Այդ հաստատ։ Ինչ անենք, գնանք։ Դե հա գնանք, եթե ուզում ես։ Սպասի նորո, սպասի։ Ես կանչել եմ, ես էլ կվճարեմ։ Ինչի տենց չի Էլիզ։ Եթե Նորոյի ու Մագդայի մեջտեղում քո սուտը չլիներ, դու ինձ շատ հանգիստ կհամոզեիր, որ ես էլ համակերպվեմ այդ փաստի հետ։ Կամ ընդհանրապես, եթե Մագդայի փոխարեն ուրիշ աղջիկ լիներ, դու էլի շատ հանգիստ էիր տանելու այդ փաստը ու ինձ էլ փորձելու էիր համոզեիր։ Արի համարենք, որ ես չեմ լսել դու ինչ ես ասել։ Ինչի՞։ Որովհետև ճիշտն եմ ասում։ Չէ։ Որովհետև միջև հոգուս խորքը վիրավորում ես հաս։ Ու եթե ես հիմա համարեմ, որ լսել եմ ես քո ասածները ու լուրջ ընդունեմ քո ասածները, կարող է մենք իրար մասին մոռանանք։ Էլիս, ես ուղղակի չեմ կարողանում համակերպվեմ այն փաստի հետ, որ Նորոն կարա ուրիշին ընտրի։ Այդ ցավը շատ մեծ է ու տանելու չի, Էլիս։ Ես իմ կողքին ուրիշ մեկին չեմ պատկերացնում։ Ու երբեք չեմ մտածել, որ կարա Նորոն ուրիշին ընտրի։ Այդ միտքը ուղղակի սպանում է ինձ, Էլիս։ Ես այսքան ժամանակ չեմ մտածել, որ կարա ուրիշ մեկը լինի։ Ես ուղղակի չեմ կարողանում համակերպեմ այդ մտքի հետ, Էլիս։ Հաս, հանգստացի, խնդրում եմ։ Ամեն ինչ դեռ կորած չի, Մագդայի շատ լուրջ ես ընդունում։ Իսկ ես կամաց հույսս կտրում եմ։ Որովհետև արդեն Նորոն բոլորի մոտ շատ հանգիստ ասում է, որ մենք բաժանվել ենք ու շատ կտրուկ է խոսում։ Իսկ ես, երբ որ ինձ հարցում են, ես ապուշի պես ասում եմ վիճել ենք, որովհետև դեռ հույս ունեի, որ կհաշտվենք, բայց հիմա ամեն ինչ ուրիշ է։ Ինքը շատ կտրուկ առանց աչքը թարթելու ասում է, որ մենք բաժանվել ենք, Էլիս։ Ու ընդհանրապես ափսոսանք էլ չկա։ Ոնց է տենց հնարավոր, հա։ Փաստորեն հնարավոր է։ Նորոբես լուրջ եմ ասում, ասածներից հետ չեմ համակերպվում։ Այդ ջան, էլի վերադարձանք նույն թեմային։ Խնդրեցի, չէ, ասացի, որ այդ թեման փակենք։ Նորո չտեսար Հասմիկի վիճակը։ Սովորի, ոչինչ։ Ավելի ճիշտ արդեն պետքա սովորած լիներ։ Սովորի, հա։ Հեշտ է ասում Նորո։ Բա քո սիրել է։ Բայց տեսել եմ դու այդ աղջկան ոնց ես սիրում։ Ոնց կարա հիմա տենց մեկ լինի քո համար։ Այդ ավելի լավ է ես ինձ sense բան։ Տենց ավելի ճիշտ ու ազնիվ է Հասմիկի հանդեպ, քան անիմաստ հույսեր տամ, հասկանում ես։ Նորո, հա։ Հա, ճիշտ ես, հասկանում եմ քեզ։ Ճիշտ ես, համաձայն եմ։ Բայց կարող է մեջդ ինչ որ վիրավորան կա, այդ է մեջդ խոսում, թե իրոք էլ չես սիրում։ Այդ չեմ սիրում։ Եթե սիրեի, հաստատ ուրիշի մասին չէի մտածի, ուրիշով հետաքրքրված չէի լինի, չէ։ Բաստեղից սկսի աղբերս։ Պաստորեն ուրիշը կա։
Դու էլ ասում ես ուրիշ բան չկա, չեմ կարում ներեմ, ինձ խաբելա դրա համար ենք բաժանվել։ Էй, դե ամեն ինչը իրոք կա, դրա համար էլ բաժանվել ենք։ Բաժանվել եք, հետո ուրիշն է, հա, հայտնվել։ Բա Հասմիկը գիտի։ Ես չգիտեմ, Հասմիկը որտեղից իմանա։ Աստորեն նորա։ Էй ջան, ես հարցակնություն, հա։ Դե բա քեզ թվում է տենց ասելու ես բրծնի գնա։ Բա մի հատ ասա հասկանանք հետո բա այդ ուրիշը։ Այ, վայ, Նորո ջան, քեզ պետք էր։ Նորո։ Ախպերես, այս ամեն ինչը մի քանի օրվա պատմություն է։ Ես էլ դեռ շատ բան չեմ հասկանում, շատ բան չեմ կարա ասեմ, չգիտեմ ինչա լինելու։ Բայց այն որ կա ինչ-որ մեկը ում մասին անընդհատ մտածում եմ ու հետաքրքրված եմ, այդ հաստատ։ Ու այդ ամեն ինչը գիտես, որ իմ նման չի։ Բա դե քեզ նման չի։ Ժպիտը պայելով ես խոսում նորո։ Հա։ Ասում եմ ոչ մի բան էլ չկա։ Էլ լինելը ո՞նց է լինում։ Դու քեզ կողքից տեսել ես։ Բայց ես իսկ կողքից չեմ կարողանում նայեմ, այդ հնարավորությունը չունեմ։ Այ դու ինձ հիմա հավատա ու վստահի։ Դու շատ թունդ սիրահարված ես նորո։ Ախպեր ինչ ես ուզում։ Այ նորո սիրահարվել է, կորցրել է իրան։ Ապեր, դու ընդհանրապես ինչի եկար։ Քեզ ով էր հրավիրե, ով էր կանչե, ով է տոմս քեզ առը, հետ գնա ընդհանրապես։ Ախպերս ինչ ա եղել քեզ։ Կարող է ժամադրությունից ես ուշանում։ Նա ախպերս, ավա սեմենտի հետ ժամադրության եմ, իրանք էլ չեն սիրում, որ սպասեն, արի, գնացի։ Էլի վատ ես, գնալ ես։ Չէ, տանտ, լավ եմ։ Հոգնեցի ուղղակի, հեսա հանգստանամ կշարունակեմ, հա։ Հաստատ։ Տատ ասեցի, լավ եմ։ Գույնը դուրս չի գալիս։ Հալինա տես չխափես, հա։ Եթե վատ ես զգում, ասա։ Լավ եմ, տատ։
Ես գնում եմ քնամ, ուշ արդեն։ Ահա։ Բա դու չես քնում։ Չէ, հիմա չէ, հանգիստ գնա։ Էլիս, ով է գերում քեզ այս ժամին։ Էդոն, Դու հիշում ես, չէ՞, որ Էդոն։ հիշում եմ։ Իսկ ինչ ես մտածում այդ մասին։ Այն որ մի անգամից չես ասում չեմ ուզում ու վերջ, այդ արդեն շատ մեծ բան է քո պարագայում։ Ես գնացի քնամ, բարի գիշեր։ Նույնս բարի։ Նորմալ է, որ դու ինձ չես զանգում։ Չէ, ընդհանրապես նորմալ չի։ Չես քնում։ Կքնամ։ Ամեն ինչ նորմալ է։ Ոչ մի բան չես պատմում։ Մնաց 9 օր տատ։ 9 օր։ 9 օրից դուրս կգամ այդ տնից։ Ու ամեն ինչ կվերջանա հաստատ։ Ու նորոն էլ իմ պատճառով էլ այդ աղջիկը հետ չի շփվի։ Ամեն ինչ կվերջանա տատ։ 9 օր մնաց։ Մագդա։ Ես ինչ ես անում ստեղ։ Թե ես ամեն ինչը աչքիս ա թվում։ Բարև նորո։ Չէ, աչքի չի երևում։ Ես եկել եմ ստեղ աշխատելու համար։ Երեկվա մեր կիսատ թողածն եմ եկել վերջացնեմ։ Ու հետո կարամ իմանամ ինչի ես դու ուշանում։ Դու չգիտես, որ օգնականների համար լավագույն օրինակը իրանց ղեկավարներն են։ Դու ուզում ես ես քեզնից սովորեմ ուշանալ։ Մի րոպե։ Դու ո՞նց ես եկել։ Ո՞նց ես իմացել, որ ես այս ժամին եմ գալու աշխատանքի։ Դե նորո այդ պարզա։ Երեկել ենք այս ժամին եկել։ Հետո էլ ոնց հասկացա, ստեղ հերթափոխով են աշխատում։ Ուրախ ես, որ եկել եմ։ Շատ ուրախ եմ։ Լուրջ։ Լուրջ ուրախ ես։ Բայց ինչի պետք է խաբեմ։ Դե չգիտեմ, ինձ թվում էր, որ դու գաստեղ ինձ տեսնես, սկսելու ես իմ վրա ջղայնանաս։ Չգիտեմ, ես նեղվելու եմ, անգամ տունը նախորոք տեքստն էի որոշել, թե ես քեզ ինչ պետք ասեմ, որ դու սկսես իմ վրա ջղայնանաս։ Չգիտեմ, ես մտածում էի, որ Լավ, վերջ, մի հատ շունչ քաշի։ Հանգստացի։
Ես իրականում շատ ուրախ եմ, որ եկել ես։ Որովհետև ես քո հետ մոռանում եմ իրականության մասին, մոռանում եմ, որ դեռ նորմալ աշխատանք չեմ գտել ու ես կեղտոտ փոշոտ միջավայրում եմ։ Քո հետ շատ լավ է։ Հա։ Ես վերջում սովորություն ես սարքել։ Լրիվ մոռացել էի։ Չէ, լավ լուրջ դու ես մոռացել էիր, չէր նկատել, որ քո մոտ չի, պետք չէր եկել, ոնց կար այս պետք չգա, այդ կարգի անջատված ես։ Դե կարողա սիրահարվել եմ։ Դե նորը, երբ որ տունը ինչ-որ բան մոռանում եմ, աղբերս միշտ ասում եմ Մագդա կարողա սիրահարվել ես։ Իսկ դու երեք այդ հարցին պատասխանել ես։ Չէ, որովհետև չի հարցրել։ Հիմա դու սիրահարված ես։ Դե ես ուզում էի ասեի, որ Լավ, կատակ եմ անում հանգստացի։ բայց ես Բայց լուրջ ես քեզ պետք չի եկել։ դե քարտս հեռախոսիս է գցված, չեմ հիշել սրա մասին։ Հիմա ինչ ես ասում, որ սիրահարվել ես։ Դե չգիտեմ, տարբերակներ էի առաջարկում։ Կարողա սիրահարվել եմ, կարողա անջատված եմ, կամ ուղղակի քարտը հեռախոսին է գցած, չեմ նկատել, որ չկա։ Մի խոսքով նորո 3 տարբերակ ունենք, կարաս մեկը ընտրես։ Երևի ամեն դեպքում անջատված ես։ Լավ, արի աշխատենք։ Չհասկացա։ Ինչ եղավ։ Հոսանք չկա։ Բա ինչ ենք անելու, գործը մնաց։ Այս նշան է, որ մենք պետք է անպայման ստեղից գնանք։ Ուր գնանք։ Ինչ կարևոր է որ։ Դե եթե քո հետ եմ, կարևոր չի։ Գնացինք։ Դրամապանակը չմոռանաս։ Վերջը։ Շատ է շտապում։ Աշխատանքի եմ գնում։ Դե ես էլ հետդ գամ ուղեկցեմ քեզ։ Կարիք չկա։ Ինչի՞։ Դրա կարիքը ո՞րն է, Էլիզ, ուղղակի ուզում եմ հետդ գամ, կխանգարեմ քեզ։ Էլիզ, մենք խոսալու բաներ ունենք, ու այդ խոսակցությունից փախնելը շատ սխալ է։ Ու այն ժամանակ էլ էր համարյա այս նույն իրավիճակը հիշում ես։ Դու դասի էիր գնում, ես էլ ուզում էի անդադ հետդ գայի։ Ու այն ժամանակ էլ գիտեիր ինչ պիտի ասեի։ Էդո, Էլիզ, ժամանակ գտի, Էլիզ, ժամանակ գտի, որ նստենք խոսանք հասկանանք իրար։ Չնայած այդքան ժամանակի հարց չի ստեղ, ինչքան որ ցանկության։ դե ես չի խոսալու, բայց եթե դու սկսել ես, ես էլ շարունակեմ։ Ճիշտ ես, այն ժամանակ էլ էիր գալիս։ Գալիս էիր, քո ասած ասում ու գնում։ Հիմա ոնց որ կրկնություն լինի։ Սպասի, Էլիզ։ Ինչի սպասեմ։ Թող խոսամ այդ։ Եկար, քո ասած ասեցիր ու շատ հանգիստ գնացիր։ Գնացածդ էլ ոչ մի ամիս էր, ոչ 2 ամիս։ Դու 2 տարի ստեղ չես եղել այդ։ Հիմա մտածում ես, այս խոսակցությունը իմաստ ունի։ Դու շատ լավ գիտես, որ ես ստիպված եմ գնացել։ Մերոն գնում էին։
Ես էլ չէի կարող մենակ թողել, երես պիտի աշխատեր, ես պիտի օգնեի։ Ու ես քեզ ասացի, չէ, որ գնում եմ ու գամ։ Ես դու չասեցիր կսպասեմ, չասեցիր մի գնա, չասեցիր շուտ կգաս։ Հիշում ես ինչ ասեցիր էլիս։ Ասեցի բարի ճանապարհ։ Ապրես, լավ էլ հիշում ես։ Այն ժամանակ ուրիշ էր, հիմա ուրիշ է։ Այն ժամանակ ուրիշ էր, հիմա էլ է ուրիշ։ Բայց ինչն է փոխվել էլիս։ Ոչ մի բան։ Բայց ինձ սիրուն տեղը։ Առաջի անգամ ես այստեղ։ Հա, Հայաստան եկել եմ սովորելու համար ու շատ ժամանակ չունեմ զբոսանքի։ Ես իմ ամենասիրած տեղն է։ Սիրում ես մենակ մնալ։ Հա, շատ։ Այդ մեկ-մեկ շատ է օգնում։ Հատկապես որ մարդ չի լինում։ Հանգիստ, դու քո համար։ Դու ոչ մեկի նման չես։ Դու ուրիշ ես։ Իսկ կարող է քո աչքին այտենց երևում։ Հնարավոր է։ Դու էլ ես ուրիշ։ Համառությունդ քեզ շատ է ասում։ Շատ։ Մենակետ։ Նայ, ես իրականում համառ մարդկանց չեմ սիրում։ Բայց այդ քեզ մի ուրիշ ձևի շարմ է տալիս, չեմ կարող բացատրեմ։ Իրոք սազում է։ Դու առաջին մարդն ես, որ ինձ սենց սիրուն բաներ է ասում։ Ինձ ոչ մեկ սենց բաներ չի ասել։ Իրականում ես շատ ուրախ եմ։ Ուրախ եմ, որ քեզ ոչ մեկ տենց սիրուն բաներ չի ասել։ Ուրախ եմ, որ մարդ էլ չկա, որ ասի։ Հա, ճիշտ ես։ Չկա։ Բայց ինչի համար։ Ինչի՞ չես պատասխանում էլիս։ Այն ժամանակ ինչ որ բան կար, հիմա չկա։ Դե այն ժամանակ չկար, հետո գնացի ու զգացիր, որ ես էլ քեզ եմ պետք։ Ասա, խոստովանել է ամոթ, հա։ Ամոթ չի, ուղղակի էլ իմաստ չեմ տեսնում։ Իմ համար քո ամեն ասած տառը իմաստ ունի էլիս։ Հա, կարող է նեղվել էի, որ գնացել էիր։ Բա ինչի՞ չէիր զանգում։ Ինչի՞ չէիր ասում։ Կամ որ ես էի զանգում այդ ժամանակ ինչի՞ չէիր ասում։ Ինչ ասեի դու։ Էլիս, ես քեզ զանգում էի, ասում էիր զբաղված եմ։ Եթե դու էլ ես ինչ որ մի բան զգացել, ինչի՞ էիր քեզ տենց պահում։ Կամ որ ես զանգում էի, ինչի՞ էիր քեզ տենց պահում, էլիս։ Որովհետև ես մտածում եմ, որ եթե մարդիկ պիտի հանդիպեն, իրանք կհանդիպեն։ Ճակատագրին ես հավատում։ Հա, Իսկ չես մտածում, որ եթե մարդը մեկին սիրում է, չարժի ճակատագրի վրա թողնել։ ես ուղղակի վստահ չէի, որ քեզ սիրում եմ։ Բայց մի բան եղել է, չէ՞։ Եթե վստահ չես, որ չես սիրում, ուրեմն մի բան կա, չէ՞ էլիս։ Լավ, էլիս, ինչև է, արի այդ 2 տարին դնենք մի կողմ։ Ես հիմա ստեղ եմ, դու էլ ես ստեղ։ Մեզ ի՞նչն է խանգարում։ Ես չեմ ասում, որ դու ինձ հիմա հստակ ինչ որ բան ասես։ Դու ոչ մի բան պետք չի ասես, բայց հասկանանք, որ դու էլ ես նույն բանն ուզում։ Ես ամեն ինչ կանեմ, էլիս, դու ոչ մի բան մի արա։ Ես ամեն ինչ կանեմ, որ դու ինձ հավատաս, որ վստահես, բայց գոնե իմանամ, որ այդ քեզ էլ է պետք։ Դժվար է։ Չէ, էլիս դժվար չի։ Ուղղակի դու պիտի քեզ հասկանաս։ Երբ հանդիպենք էլիս։ Չգիտեմ, այսօր կամ երևի վաղը։ Հիմա աշխատանքից ուշանում։
Շատ հարցեր եմ տալիս։ Չէ, Ես ուղղակի չեմ ուզում, որ նեղվես։ Չեմ ուզում մտածես, որ շատ նեղ անձնական հարցեր եմ տալիս։ Բայց ով ասեց, որ ես նեղվում եմ։ Իմ կյանքում չի եղել, որ ես ինչ-որ մեկի մասին մտածեմ։ Կամ չգիտեմ, անհանգստանամ։ Առաջին անգամն է, որ ես սենց բան եմ զգում։ Հիմա էլ ոնց որ ես ավել բան ասեցի։ Չէ։ Դու շատ սիրում ես։ Շատ, շատ, շատ։ Ես էլ քո մասին եմ մտածում անընդհատ։ Ստացվում է, որ մենք Ստացվում է, որ տենց։ նոր գիտես, ուզում եմ, որ իմ աղբոր հետ ծանոթանաս։ Ես դեմ չեմ։ Միայն կողմ եմ։ Ախպեր է, դա պետք է իմանա ում հետ ես շփվում։ Այդ նորմալ է։ Դե ես տենց ինձ ավելի հանգիստ կզգամ, որ դուք իրար հետ ծանոթանաք։ Ոչ մի խնդիր, ես պատրաստ եմ։ Ես ուզում եմ, որ ծանոթանաք իրար հետ։ Ճանաչեք իրար։ Տենց իրա սիրտը ավելի հանգիստ կլինի։ Ես շատ լավ հասկանում եմ։ Ու դեմ չեմ։ Տենց էլ պետք է լինի ախպեր է դա։ Բա պետք է իմանա ում հետ ես շփվում։ Իսկ ախպերդ կընդունի, որ ընտրյալդ շինհարար է։ Հույս ունեմ կատակ ես անում։ Չէ, մի քիչ էլ լուրջ եմ ասում։ Ախպեր է դա կարող է քո համար լրիվ ուրիշ բան է պատկերացրել։ Նորո իմ աղբերը պատկերացրել է, որ ես պետքա երջանիկ լինեմ։ Կներես, Ախպեր է դա։ հա։ Ինձ թվում է շատ ճիշտ կլինի, որ հենց այսօր դուք ծանոթանաք իրար հետ։ Կասեմ կմիանա մեզ։